Արդյոք Հայաստանում տևական ժամանակ չապրած քաղաքացիները իրավունք կունենան մասնակցել ընտրություններին։ Ազգային ժողովը հուլիսի 2-ին արտահերթ նիստով սկսել է քննարկել մի շարք նախաձեռնություններ եւ դրանցից մեկը վերաբերում է հենց այս հարցին։ Քաղաքացիական պայմանագիրն է նախաձեռնել այս նախաձեռնությունը եւ ինչ են նրանք առաջարկում։ Նրանք առաջարկում են, որ վերջին 1 տարվա ընթացքում ընտրական ցուցակները հրապարակվելուց առաջ, եթե անձը դրա կեսը չի եղել Հայաստանում, չի բնակվել Հայաստանում, ապա իրավունք չունի մասնակցել ընտրություններին։ Այս գաղափարը միգուցե առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխության ենթարկվի, որտեղ կառավարությունն առաջարկում է սահմանաչափը սահմանել 2 տարի եւ 1 տարին, որ քաղաքացին չի մասնակցել, այս քաղաքացիները ըստ կառավարության չպետք է մասնակցեն ընտրությունների։ Այս նախագիծը նաեւ քննադատել է ընդդիմությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունը, նրանք պնդում են, որ սա հարված է ընտրական իրավունքին, իսկ քաղաքացիական պայմանագիրը պնդում է, թե խորհրդարանական ընտրություններին բազմաթիվ են եղել դեպքեր, երբ Հայաստանի հետ օրգանիկ կապ չունեցող քաղաքացիները եկել եւ ազդել են մյուսների քվեարկության իրավունքի վրա, մյուսների քվեի վրա։ Մենք ազգային ժողովում ենք հասկանալու ընդդիմության եւ իշխանության падգամավորների դիրքորոշումները այս նախագծի վերաբերյալ։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են որոշում կայացնել Հայաստանի Հանրապետությունում, առնվազն ինչ-որ ժամանակահատված պետք է ապրեն ստեղ։ Եվ մենք իրավասու ենք որոշել, թե ինչքան ժամանակ պետք է մարդը ապրի ստեղ, որ ստեղ որոշում կայացնի։ Մենք ունենք դրույթ, որը որ սահմանափակում է մարդուն առաջադրվել որևիցե պաշտոնի, եթե ինքը վերջին ժամանակահատվածում չի ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Դա վերաբերում է օրինակ падգամավորին, բարձր այլ պաշտոններին, եւ սա նույն տրամաբանության մեջ եմ ես առաջարկում դիտարկել, որովհետեւ իրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ արտագնա աշխատանքի կարող են գնալ եւ իրանց ընտանիքները ստեղ ապրել, բայց ներողություն եմ խնդրում, մենք չենք կարող գալ, եթե վերջին 4 տարվա ընթացքում կամ 5 տարվա ընթացքում ստեղ չեն բնակվել, չեն կարող գալ դառնալ ազգային ժողովի падգամավոր եւ սա պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։ Բայց շատ խորհրդանշական բան է 26 թվականի հունիսի 3-ին, 2-ին այս իշխանությունը շատ հապշտապ բերում է օրենք, որը բոլորի մոտ կարծիք կա, որ սահմանադրության խախտում է ու իրենց համար էական նշանակություն չունի։ Ոնց որ գործել են անցնող տարիներին սահմանադրությունը ոտնատակ տալով, մի գիշերվա մեջ օրենքներ, անգամ սահմանադրական օրենքներ փոխելով, հիմա նույն իրավիճակն է, բայց նաև հասկանալի է հիմա ինչը, որտեղ սահմանադրական օրենք է եւ քվեարկության թվի հարցում է։ Բայց բոլորը միաբերան ասում են, որ անհնար է, սահմանադրությունը հստակ արձանագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի համապետական ընտրություններին հավաքվեին քվեարկելու իրավունք։ Այս նախագծով, որը չի սահմանափակում մարդկանց քվեարկելու իրավունքը, նա ընդամենը դրվում է պատնեշ, որպեսզի հիբրիդային հարձակում Հայաստանի քաղաքացիների միջոցով, նրանց օրինակ կաշառք տալով, նրանց վրա ապօրինի ազդելով, տեղի չունենա, ընդդեմ դաշնակցության մասնավորապես։ Ուրեմն 25 թվականին ընդհանուր ասեմ, որ ավելի հեշտ լինի։ Այցելել են 154115 անձ, 26 թվականին այցելել են 157048 մարդ, տարբերությունը 2933։ Պաշտոնական ցուցանիշն է ԱԱՑ-ի տված մայիսի 25, Մայիսի 25-ից մինչև հունիսի 20, ընդ որում առանձին նաև տարբերակումներ է տված, ես սա պաշտոնապես կուղարկեմ նաև ձեզ էլ։ Նաև ելքի ցուցանիշները 26 թվականին միացյալը 152078 մարդ, 25 թվականին 149074 մարդ, 3004 մարդու տարբերություն, սա պաշտոնական ցուցանիշ է, որտեղ շատ կարևոր է նաև սահմանադրական դատարանում հասկանալի վերջո արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում։ Ընդ որում, պատահական չէ, որ պարոն Թունյանը խոսում է Ռուսաստանից եկածների մասին, լավ կներ հարցներ նաև Եվրոպայից եւ այլն։ Ընդ որում, նես չի, որ Ռուսաստանից եկածները ձեզ դեմ են քվեարկել, ժողովուրդ։ Կարան ուրիշ երկրից, ամենաթշնամաբար երկրից, որտեղ որ մենք մեծ համայնք ունենք, իսկ մենք մեծ համայնքներ ունենք ամենուրեք, կոռեկտ չէ պայմանական երկրի անուն տան, հա։ Մարդ ուղարկեն ստեղ եւ մեր երկրում, օրինակ հանրաքվեի ժամանակ բան փոխել։ Մեր մոտ 300,000 ձայնով կարելի է հանրաքվե նշանակել։
Դուք հասկանում եք։ Տարբեր երկրներում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներում 18 տարին լրացել է, զորակոչում են Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Ուրեմն դուք ասեն, չէ, մեկը եթե արտասահմանից է գալիս, կարող է ազդեցության տակ լինել, որը աբսուրդ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավասար է բոլոր քաղաքացիների հետ։ Վարչության հերթական նիստում որոշել են Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր չէ։ Ու եկել են այստեղ Կիկոսի մահ են բեմադրում։ Սա ուղիղ բխում է իրական ժողովրդային իշխանության գաղափարից այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտը պիտի ենթադրի կայուն եւ իրավական կապ քաղաքացու եւ պետության միջև։ Մենք արդեն ունենք քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումը, ինչպես նաև Հայաստան խմբակցության դիրքորոշումը, բայց կա նաև երրորդ խմբակցությունը, որը ինչպես հիշում եք, ազգային ժողով անցավ օրենքի պահանջով, որովհետև պատիվ ունեմ այդքան ձայներ չէր հավաքել, եւ հիմա փորձենք պատիվ ունեմի պատգամավորների դիրքորոշումը հասկանալ այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, նրանք խորհրդանում չէին, համենայն դեպս, այսինքն նիստերի դալիճում չէին, տեսնենք նրանք այստեղ են թե ոչ, Սա Տարոն Մարգարյանի աշխատասենյակն է, ոչ, մոտենանք Հայկ Մամիջանյանի աշխատասենյակ, խմբակցության ղեկավարի, տեսնենք նրա դիրքորոշումը, եթե նա այստեղ է։ Ոչ, Հայկ Մամիջանյանն է եւս այստեղ չէ, պատիվ ունեմի պատգամավորները բացակայում են խորհրդանից, սա 8-րդ գումարման խորհրդանի վերջին նիստն էր։